Համո բոքսինգ, motivation speaker, boxing coach եւ ուղղակի լավ ուսուցիչ։ Խոսեցինք երեխաների արդիական խնդիրներից ԱՄՆ-ում։ Մնացեք մեզ հետ։ Համոջան, բարև նախ։ Բարև Լուսի ջան։ Համոն ունի բոքսինգի մեծ դպրոց, բայց բացի դպրոցից Համոն շատ ճիշտ կրթական, դաստիարակչական աշխատանքներ է վարում մեր տղա երեխաների հետ, այն երեխաների հետ, ովքեր մեծանում են ԱՄՆ-ում, թե ոչ միայն տղա չէ, կարելի ասել նաև աղջիկ, եւ շատ միգուցե ովքեր ինձ դիտում են Հայաստանից չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել ԱՄՆ-ում, բայց լուրջ է ԱՄՆ-ում բուլինգ ասվածը, լուրջ է ԱՄՆ-ում եւ շատ դժվար տղա երեխա մեծացնելը։ Այնպես որ այսօր շփվեմ Համոյի հետ եւ հասկանանք ինչ բացեր կան մեզ մոտ ԱՄՆ-ում, ինչպես առաջ շարժվել եւ ինչու՞ չէ, չհեռվանալով իմ թեմայից Համոյի միգրացիոն պատմությունը ու արի սկսենք հենց միգրացիոն պատմությունից։ Շատ լավ։ Արդյոք այստեղ ես ծնվել, բայց գիտեմ որ ոչ, երբ ես տեղափոխվել, ինչպես որոշեցիր տեղափոխվել։ Շատ լավ։ Տեղափոխվել եմ, չէ, այստեղ չեմ ծնվել։ Ծնվել եմ Հայաստանում, տեղափոխվել եմ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին։ Կովիդից անմիջապես հետո։ Կովիդից հետո այդ պատմությունը շատ հետաքրքիր է, որովհետև կովիդից հետո փակ էր թռիչքները մի օրով բացեցին, ու դա 24-ներ, ես թռա, ինձանից հետո 27-ին պատերազմը սկսվեց 2 օր հետո, մինչև ես հասա Ամերիկա, մի օր անցավ պատերազմը սկսեց այնտեղ։ Ու պատերազմը սկսեց ու հետաքրքիր ինչն էր, որ ես ստացա այնտեղ Հայաստանում արդեն այդ Պավեսկա ասածը ոնց որ ուղարկեցին, որ պետքա տանեն մեզ զորամաս, ու հենց մի շաբաթ հետո ստացա ոնց որ տեղեկություն, որ հենց այդ զորամասը ամբողջությամբ այդացրել էին։ Ոնց որ էտել եմ էլի, ես միշտ նայում որ Աստծո ձեռքն էր, ոնց որ պահեց, որ ոնց որ այդ ամեն process-ները։ Ասեմ որ այդ ժամանակ եկել եմ ուրեմն Ամերիկա 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, իմիգրացիոն ասեմ, ունեի 10 տարվա վիզա ես ինքս, մինչև էտել էի եկել Ամերիկա գնացել, բայց որպես տուրիստ եկել էի, բայց հետո արդեն որ որոշեցի գամ, արդեն իմ սպորտային ոնց որ extraordinary վիզան փոխեցինք մեր արդեն ընթացքի սկզբում ու արդեն ոնց որ այդ process-ներով անցանք ու ստացա արդեն green card-ս մոտ 2 տարի հետո 2 տարվա մեջ այդ COVID-ից հետո շատ դժվար է process-ները լինում։ Դանդաղել էր մի քիչ process-ները։ Դանդաղել ու այդ ժամանակ արդեն ստացա green card-ս իմ ոնց որ։ Հիմա արդեն ոնց որ ասացիր Լուսի ջան, հիմա ունեմ ստեղծել եմ մեր սպորտային դաստիարակչական կենտրոնը, ինքը ոչ թե բոլորը ճանաչում են որպես Համոս բոքսինգ, բայց իր ընդհանուր նպատակը սպորտային դաստիարակություն տալն է երեխաներին, որտեղ որ մենք աշխատում ենք շատ տարբեր տեսակի երեխեքի հետ, տարբեր դժվարություններ ունեցող ընտանիքների, ծնողների հետ ենք նաև աշխատանք տանում, ու ծնողների հետ էլ։ Հա։ Այդ շատ հետաքրքիր է։ Ծնողների հետ ենք աշխատանք տանում, որովհետև դե օրինակ հիմա շատ անգամ գիտես հիմա մենք ապրում ենք մեր ժամանակաշրջանում, որ գիտես ոնց որ հիմա եթե դու բժիշկ ես մասնագիտությամբ կամ դու օրինակ lawyer ես, ու ասեմ շատ լավ lawyer ես գիտեմ, դու սովորել ես, չէ՞ որ հասել ես այդ դրան մասնագիտության։ Այո։ Բայց աշխարհի ամենաբարդ ինստիտուտը, դա ընտանիք ինստիտուտն է։ Ու երբ որ մարդ կրթված չի այդ ինստիտուտում իր պոզիցիան պահելու, իր position-ի մեջ լինելու, ինքը չի կարա։ Այսինքն հիմա օրինակ համար վերցնենք քո company-ում, բերենք մի հատ օրինակ համար ինչ որ մի մարդ, ով որ սաղ կյանք օրինակ construction արել, ընդհանրապես լոյալությունից տեղյակ չի։ Ու բերում ենք դրում ենք տնօրեն։ Ու սաղիդ պետքա ինքը ասի դուք ինչ անեք։ Ինչ ես պատկերացնում ես ինչ կլինի ձեր company-ին։ Չէ, հա, շատ։ Այդ նույն բանն է, որ այսինքն մարդ եթե ինքը կրթությունը չունի համապատասխան ինստիտուտի, այդ նույն բանն է, որ ինքը նստում ատեղ ու սաղ փչացնում է։ Դա համար շատ անգամ ոչ թե դատապարտում եմ կամ մեղադրում եմ, որտեվ շատ անգամ ծնողները իրանք երեխա ունենում են, բայց իրանք չգիտեն ոնց պետք է երեխուն դաստիարակեն։ Այո, դա շատ։ Մաման ու պապան իրանք իրար չեն դաստիարակում։ Մաման ասում է, «Էսի չի կարելի», պապան ասում է, «Ատեղես արա բան»։ Ու դա արդեն բերում է բաժանություն ինչի մեջ, որ արդեն երեխեն արդեն ճիշտ ու սխալը անում ծնողների մեջ, ու մտածում է մաման լավն է, որտեվ թույլ է տալիս, պապան վատն է, որտեվ թույլ չի տալի։ Նույնիսկ կամ նույնը հակառակը, ինչ որ բանի մեջ։ Այսինքն, ինչի մասին եմ խոսում, ես ունեմ ծրագրեր, որտեղ որ խոսում եմ ընտանիքներին, ոնց որ speech-եր եմ անում, կոչվում է speech night, որտեղ ես խոսում եմ ընտանիքների հետ, ու նաև այդտեղ ներկա ամուսիններ, կանայք, երեխաներ, իրանք բոլորն են գալիս այդ speech night-երին, ու շատ բավականին լիքը մարդ է գալի տալիճումներ։ Ու ես խոսում այդտեղ
բոլորի position-ների մասին։ Ահա։ Ես այսօր օրինակի համար, որ ասում եմ ծնողների հետ եմ խոսում, եթե երեխային ասում եմ պապան մի ծխի, բայց ինքը ծխում է, Այո։ եթե սիգարետը իր բերանա երեխուն ասում է մի ծխի, երեխան անելու է այն ինչ որ տենում է, ոչ թե ինչ որ լսում է։ Որովհետև 80% երեխեք անում են ինչ որ տեսնում են, 20%-ից 14%-ը անում են ինչ որ տեսնում են։ Ու այն 6%-ը իրանք անում են իրանք ենթագիտակցությունով արդեն։ Պատկերացնում ես ինչքան ինչ ծնողից տեսնում են, դա ընդօրինակում են եւ կապ յուրաքանչյուր բան, ինչ որ իրանք համար հեղինակություն է, յուրաքանչյուր մեկը կամ, հա, իրանք ընդօրինակում են իրան անելուց։ Որովհետև այդ անելը գործողությունը, այդ action-ը, գործողությունը, այդ կյանքի ապրելաձևը, այդ են իրանք սովորում, ոչ թե ինչ որ դու իրանք սովորացնում։ Հասկանալի է։ Դա համար ես մի անգամ բանը պարապաստում էի մի հատ շատ հայտնի ամերիկյան բոլոր այս հայտնի աստղերին ինքը տատուներ անում։ Okay։ Ու ինքը ամերիկացի է։ Հա։ Ու բանը Beverly Hills-ում էր ու ասեմ որ private պարապաստում եմ հայտնի դերասանների իրանց անձնակազմներին, ասենք private պարապմունքները ես եմ անցկացնում շատերի, հա, բոքսի պարապմունքները։ Վերջում մի հատ կանրադառնանք կոնկրետ ինչ պարապմունքներ ունես, ինչ դասընթացներ, որովհետև ովքեր չեն ճանաչում եւ կթողնեն քո Instagram-ի էջն ու կոնտակտային տվյալները, որ քեզ դիմեն։ Ու ասեմ որ այս մարդը ինձ ցած ասեց համո ասում եմ լավ ատլետիկ մարմին ունես պարապած ման, ասում արի մի շատ սիրուն տատու անեմ էլի քո վրա, ասում ու սենց առաջարկեց էլի ինչ սենց սպորտի հետ կապված իմ սենց ինչ որ հետաքրքիր միտք տվեց, ու մեկ էլ հենց այդ ժամանակ շրջվեցի ասեցի դու կարող ես լավ բան ես առաջարկում մերսի, ասի բայց ես չեմ կարող ինձ թույլ տամ էդի անեմ, ասեցի ճիշտ է շատ սիրուն կլինի, բայց ասի մի հատ կարևոր բան կա, որ կկորցնեմ։ Ասում այսինքն ինչը, ասի զորությունը, ասում what about you talking էլի, ասում բան, ասում ինչ power, ասում ինչ կա, չի հասկանում, ասի իմ խոսքի զորությունը կկորցնեմ, ասում որը, ասի որ երեխեքին ասեմ տատու մի արեք, որտեվ իրանք ասեն բա դու ես արել, ու ինչ պետք է պատասխանեմ, չէ՞։ Այսինքն եթե ես անում եմ ու ես պահանջում եմ, որ դիմացինս դրա հակառակը անի, դա չի աշխատելու։ Ու շատ խնդիրը ծնողների հենց էսա։ Սիգարետը մեքենայի մեջ ծխում է, Ոյտ երեխան էդի շնչում է, ինքը գայս է երեխուն սպորտից վերցնելու ու ասա ավտոյի մեջ դիմա, ծուխ։ Ու պատուանը իջացնում ասենք ասում համու ջան բարև, ասենց բան, մերսի շատ բան, ասես նայում եմ ծուխը հելնում է ու այս երեխան պարապել է, ու գնում է նստի այդ ավտոն ու հաստատ գիտեմ որ իր papan իրան ասել է չծխես ու չի կարելի։ Ու այդ երեխան ինչ անենալու։ Այդ ծխախոտի հոտը իր ներսը արդեն սովորական բան է դառնալու։ Մեկ, իր արդեն այդ նիկոտինի սովորում է։ Երկրորդը տենումա իր ավտորիտետը, որը իր papan-ը իր հեղինակությունը, դա անում է։ Երրորդը տենալու է որ հեսա որոշ իր հոպարկա մյուս մարդիկ են անում, ովքեր իրան հեղինակություն են։ Ինքը սկսելու է դա անել։ Կապ չունի դու իրան ինչ ես ասում։ Իսկ ինքը ջիմից դուրս է եկել այն սփիչով, որ մենք չենք ծխում, մենք չենք խմում, մենք սենց չենք անում, մենք պետք է պարապենք, սենց։ Հիմա ես դեռ խոսում եմ, ու իրանք գիտես ցավալի ինչն է, որ բերում են դրա համար, որ ես սովորացնեմ երեխեքին, բայց իրանք չեն օգնում շատերը։ Ոնց որ երեք ես իմ աղջկա ծնողական ժողովին էի ու ուսուցչուհին ասում է ծնողներ կան, որոնք ներեխանում են, ասում են այսքան գումար ենք վճարում private դպրոցի համար, ինչի պետքա տանը իմ երեխեն պարապի, բայց ասում չէ որ այդ mutual է ու ավելի շատ երեխեն տան արածն է մնում, ինչքան է մենք սովորացնում ենք, եթե դու տունը հակառակ մի բան անես, հաստատ այդ օգուտ չի տալուս, հիմա չի տալու, նույն բանն է ստացվում։ Գիտես Լուսի ջան ինչն է ամենամեծ խնդիրը հիմա այս ժամանակաշրջանում որ մենք ապրում ենք, պատասխանատվությունները այսօր մենք արդեն քիչ-քիչ թողում ենք մեր կյանքերի պատասխանատվությունները ChatGPT-ի վրա, չգիտեմ, ուրիշ մարդկանց ինչ որ տարբեր ու social news ու կորցնում ենք կարևորը։ Այսօր կարող է մենք հնարավորություն ունենք մեր երեխեքին ասենց ամեն ինչով ապահովել, որ իրանք մեր հետ կոնտակտ չունենան։ Ես շատերը ինչ են, օրինակ ես մարդիկ գիտեմ, ասենք իրանք երեխային ծննդաբերում բերում են այս աշխարհ ու այս ժամանակվանից իրան պահում է իր նյանյան։ Այո։ Ես ոչ մեկի չեմ դատապարտում։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որովհետև ես կոմպրոմիսային մարդ չեմ, էլի։ Բայց ես սենց եմ նայում։ Չի կարանալու աստվածային տրված այդ դառը պարգևը, որ ունի մաման, տա նյանյան աշխարհի ամենալավ։
նամանավանդ այդ տարիքում, հա, որտեղ երեխան ունի, ասենք, մոր կարիքը, ջերմությունը, մյուս ինստինկտային լիքը բաներ կա, էլի, որ պետքա երեխան զգա մորը։ Այսինքն բոլորը ուզում են շատ հեշտ միանգամից, հեշտը։ Այսօր թող ինչ որ մեկը լինի նյանյան, ինչ որ մեկը դաս անի, ինչ որ մեկը, գիտես, մենք կարող է ուրիշ սերունդի մեջ ենք մեծացել ու մեր համար ավելի շատ հասանելի էր հենց այդ, որ մենք պետքա natural բնական ոնց որ հարաբերությունները լինի սա ընտանիքի մեջ մարդկանց, բայց այսօր այդ դրա դեֆիցիտն է գալի։ Հեսա կգա ժամանակ արդեն քո երեխուն դպրոց պետք չի լինի տանես, քո երեխան կնստի իր սենյակում ու ասենք օրինակ եմը ինքը կարտնանա ու ռոբոտը իրան կզարթնացնի, ինքը կարտնանա, իր ինֆորմացիան այդ օրվա կլցնեն իր մեջ ու ինքը ոնց որ կգնա կպարկի կքնի։ Ռոբոտն է կկերակրի իրան ամեն ինչ կանի ու այստեղ նայ մյուս կողմից զարգանում է, բայց մյուս կողմից մենք գնում ենք դեգրադացիայի։ Դա պրոգրես չի, որովհետև ամենաթանկ բանը, ելի եմ ասում, դա ընտանիք ինստիտուտն է, որտեղ որ արդեն գալիս է այդ բաժանումը։ Դու կարաս մի տան մեջ ապրես 10 հոգով, որպես ընտանիք, ոչ մեկ իր հետ հարաբերություն չունենա։ Հասկանում ես? Այսինքն ոչ իրար հետ հաց են ուտում, ոչ իրար հետ շփվում են, ոչ իրար հետ խոսում են, ոչ իրար հետ ժամանակ են անցկացնում։ Դա կարող է լինի sense բան, տոն, եթե սա հավաքվում են իրար հետ մի տան մեջ։ Հես, ու դա ցավալի է, ուտեղ է, մենք կորցնում, ինչն է ցավալին, որովհետև մենք կորցնում ենք այն երեխի, որոնց վերել ենք այս դույս աշխարհ։ Այսինքն այդ սերունդին մենք կորցնում ենք, եթե դու կորցրեցիր, այսօր ազդեցությունը, այսօր աշխարհը ինքը պատրաստ է քո երեխուն վերցնի։ Դա ռոբոտացվում է ամեն ինչ եւ այդ մտքի թռիչքն էլ որ մարդը պետքա մտածի, այդ մտածելու վրա էլ են սկսել ազդել, որովհետեւ ստեղծել են հեշտ գործիքներ, նույն ինքը ChatGPT-ին, AI-ը եւ այլն։ Եվ արդեն երեխաներն է ձգտում են հեշտի ու երբ որ դու քո ուղեղը չես աշխատացնում, սկսում ես արվելի ֆիզիկական էլ է տկարություն գալի մոտդ։ Եթե ուղեղը չի աշխատում, ֆիզիկա, այսինքն դու նայ այնքան երեխեք կան, որ գալիս են զորով լացելով ավտոյի մեջից, ես էթում իրանց ավտոյի մեջից մամայի կամ պապայի ու չենք խոսում 6 տարեկան երեխու մասին։ 11-12 տարեկան տղա երեխեքի մասին եմ խոսում, ավտոյի մեջից լացելով, sense հանում են, որ բերեմ զալ առաջի անգամ որ գալիս են։ Ասենք վախ միջավայրից շփվելու խնդրեմ ունեն։ Չեն կարում ոնց որ սաղ insecurity-ների մեջ, ոչ մի confidence չունեն։ Չեն կարում ասեն գան նստեն նորմալ խոսան, չեն վախում են ֆիզիկական տանջվեն, ցավա, պարապեն։ Իրանք երկու բան է սիրում՝ դիվան ու TV իրանց ու իրանց հեռախոսը, всё։ Իդեպ ես նկատել եմ, որովհետև ես փոքր ժամանակ ոչ միայն պետքա բարևեի մամայի բոլոր ընկերներին, ընկերուհիներին, այլ նաև պետքա նստեի, սպասարկեի եւ այլն, այդ հələ չենք խոսում։ Այստեղի երեխաները չեն բարևելու խնդիր ունեն, որ մտնում ես միտեղ, բարև ձեզ, կամ ինչ որ գլխով կամ անհասկանալի մի բան, կամ տենց վերջը անհասկանալի մի բան, որ աչքերի մեջ չեն նայում մարդկանց։ Ճիշտ է, ես դրա խնդիրը այդ բանը բացահայտել եմ, ճիշտ ասած, ես վերջը շատ եմ մտածել ու գտել եմ պատճառը ինչն է։ Շատ հետաքրքիր պատճառ եմ գտել, երկու պատճառ։ Դու նկատել ես, որ իրանք միշտ նայում են գետնի, ներքև։ Այո։ Վերև չեն նայում։ Գիտես ինչի, որտեվ դա իրանց կոմֆորտ զոնան է։ Ինչով է կոմֆորտ զոնա։ Եվ երբ որ իրանք միշտ iPad-ի ու հեռախոսի մեջ են, ունդեղ իրանք հաղթում են խաղեր, իրանք այնտեղ չեմպիոն են։ Իրանք այնտեղ կոմֆորտ զոնան է, իրանք այնտեղ ճանաչված են։ Իրանք այնտեղ աչոկներ ունեն, իրանք այնտեղ փոինտներ ունեն, իրանք այնտեղ դեմք են։ Իրանք ստեղ կայացած են, ստեղ, ու իրանք ստեղ խոսում են, կներես, իրանք ստեղ լսում են ու նայում են, լսում են ու նայում են, չեն խոսում։ Ճիշտ է։ Այնտեղից իր այդ խոսում է։ Երբ որ ինքը այս կոմֆորտի զոնայից հելնում է ստեղ, ինքը իրան կորցնում է, ստեղ ինքը չկա ոչ մեկը։ Ու մի հատ է պետքա խոսել։ Ու պետք է ստեղ նայի արդեն աչքերիդ մեջ, խոսալ չգիտի, ինքը կոնտակտ չունի ոչ մեկի հետ, չի կարող խոսա իր այդ խոսան, ինքը մենակ լսողն է։ Նայում է աչքերիդ մեջ, ինքը արդեն կորցնում է իրան։ Ինքը այդտեղ ոչ մեկ է։ Ինքը կայացած չի այդտեղ։ Երբեք չի մտածել, բայց ու երբ որ իրանք այս հարթության վրա արդեն իրանք կորցնում են, դա իրանք չեն կարող ստեղ աչքերի մեջ նայեն, չեն կարող խոսան, իրանք սովորեն, որ իրանք հետ պետքա խոսա ինչ որ մեկը, որը իրանք վրանա, ու իրանք լսեն։ Իրանք չեն կարող, այդ երկու խնդրեմը կա, իրանք չեն կարող նայեն ստեղ ու խոսան։ Իրանք կարող են լսեն ու ներքև նայեն։ Այս իրանք կոմֆորտ զոնան է։ Մի անգամ գնացել էի մի հատ Հայաստանում է շուտ գնացել էինք ոնց որ դիմել էին ու խնդրել էին ոնց որ այտենց մի հատ տղակար շատ ծանր վիճակի մեջ էր, ինքը բանտում էր գտնվում ու դեմել էին որ գնայի ոնց որ օգնության խոսենք իր այդ բան, այստեղ ու այդ մի խոսքով կային այնտեղ դες social կազմակերպություն կար, որ թողում էին էլի ոնց որ մտնեինք իրանց հենց բանտախուց ոնց որ ու ոնց որ այդ
իրանց ոնց որ լիցենզիան տվեցին, որ կարողացա ես մտեմ այդ անգամ այդ տողը ու երբ որ մտամ բանտախուց, այդ բանտախուցը, ասենք ես երևի ես մոտավորապես այս մեր նստած տեղի չափով մի քիչ մեծ էր։ Ուտեղ մոտավորապես մի 15 հոգի մարդ կար, որ այդտեղ էին, դատապարտված էին։ Ու ի՞նչն էր հետաքրքիր, այնտեղ մի հատ տեղ կար անկյունում, որ ու իրանք սմենով էին քնում, էլի, այսինքն գիշերը մեկներ քնում, ցերեկը մեկներ քնում, որ տեղ անեին իրանք այդ բաները։ Ունդեղ մի հատ այդ բան, այդ կրավաթի վրա մի հատ մարդ կար, ով դատապարտված էր։ Գիտես ի՞նչն էր հետաքրքիր։ Այդ օրը ես շատ բան հասկացա, որ ինքը նստած էր այդտեղ, մութ սենյակ, sense ահավոր հոտ, վատ վիճակ, sense բան, ուտելու նորմալ ոչ մի բան չկա, չգիտեմ, բա։ Ու բայց ինքը այդ անկյունի մեջ, այդ վատ տեղում ստեղծել էր իր կոմֆորտը։ Ինչ էր արել, sense աջալներով փագել էր, sense ինչ որ խաչեր էր կախել, նկարներ էր կախել, բան, sense իր տեղաշորը sense սարքած բան, ու ինքը միշտ այդտեղ sense նստած էր, էլի նույն բան, sense իր գիրքը ուներ, բան, իր կոմֆորտը սարքել էր այդտեղ։ Այս մեծ աշխարհի մեջ ինքը դատապարտված է մի հատ սենյակում, այդ սենյակի մեջ էլ ինքը կարացել է ստեղծել իր կոմֆորտը։ Հետո երբ որ ես հարցրեցի, ասեցի այս մարդու մասին էլի ոնց որ բան, ասեց ինքը այստեղ ասեցին ինքը ոնց որ ազատվել է, նոր էլի հետ է եկել։ Ասում խի, ասում չի կարում դուրս ապրի։ Ասում ինքը ասում է ես կարոտում եմ իմ կոմֆորտին։ Ասում աստե ես ինձ լավ եմ զգում։ Գիտես այդ նույն բանը ես հասկացա որ մարդ ամենադժվար վատ պայմանների մեջ կարա ստեղծի իր կոմֆորտը։ Ցանկացած վատ պայմանների մեջ ստեղծի իր կոմֆորտը։ Գիտես ամենավտանգավորը ի՞նչն է, որ մարդ սովորում է այդ կոմֆորտին։ Ինչ ուզում եք, ճիշտ։ Հիմա երեխեքը իրանք սովորում են այս կոմֆորտ զոնային ստեղ։ Ու երբ որ դու իրան հանում ես ուրիշ հարթության մեջ, որտեղ կա պատասխանատվություն, ինքը փախնում է դից, կորցնում է իրան։ Խի որտեղ ստե ինքը ինչ ուզում է կարան իրան խոսան, ինքը ինչ ստեղ չկա պատասխանատվություն ստեղ այդ բաների մեջ, iPad-ի կամ մյուս հեռախոսի մեջ, չէ՞, ինքը ինչ ուզի կարա ասի։ Չգիտեք, տեսել ես, չէ՞, նամանան, չգիտեմ, հիմա դա օրինակ շատ ալնում, որ կոմենտ գրողների մեջ sense անանուններով մտնում են, հիմարություններ են գրում։ Ինձ լիքը։ Նայում ասում եմ, ասենք իմ համար ինքը չկայացած ինչ որ մեկն է, որ այդ այս գործիքը վեկալ է, ուզում է կայանա։ Ինքը ուրախանում է, որ ինքը ինչ որ մի հատ վատ բան ասեց։ Իրան, բայց ոյկը ոչ մեկ իրան չի ճանաչում։ Չէ, դիվանագետներն են, այդ որ նստել են դիվանին, ոչ մի հաջողության չեն հասել, իրենց կոմֆորտ զոնա է, ոչ մի կոմենտ գրել, որ մազը ծուռ էր, ոտը ճիշտ չէր դրված, կամ այս բառը A-ով չվերջավորությունը չեղավ, ասեց փորձում ես որ կեղտ գտնել քո վրա, բայց մոռանալով որ դու ինչ հսկայական աշխատանք ես ստանում ու դու քո կոմֆորտ զոնայի մեջ չես հաստատու, քեզ ոչ մի կերպ հաճելի չի ամեն օր քնես մեկին արտանացվեցին, որ ամեն ինչ հասցնես ու օգտակար լինես նաև ազգությանը։ Հաստատ համաձայն եմ։ Մի հատ գրող կա, ինքը գերմանացի է, Ռեյխարդ Բոնկե, ասում է, ասես մի հատ հետաքրքիր բան ասում էլի, ասում է, երբ որ դու կոմբայնի վրա նստած գնում ես դաշտում ծորենի դաշտերը վարելով էթում ես։ Ասում է ու դաշտամկեր են էլի, ասում է քո կոմբայնի դիմացով փախնում։ Ասում է դու ամենահիմար մարդը կլինես, որ քո կոմբայնի ղեկը թողես, իջնես ու վազես դաշտամկերի հետևից։ Այո։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, երբ որ մենք մեր նպատակ ունենք, մենք հիմա անում ես, այդ կոմենտ գրողները, չգիտեմ, լիքը բաներ, այդ դաշտամկները լնում են։ Բայց մենք չպետք է ոնց որ իջնենք իրանց հետևից վազենք։ Դրա համար մենք պետք է գնանք մեր ճանապարհը ու երբ որ դու գիտես դու քո նպատակը ունես, դու պետք է գնաս։ Կոմենտ անողները թե լավ թե վատ լինելու են։ Ես անկեղծ ասեմ, ես լավ կոմենտներն չեմ լսում։ Ես նայում եմ, ասենք, բայց ես չեմ լսում։ Որտեվ էդի կարա ինձի կանգնացնի։ Ես մտածեմ հասել եմ այդ տեղին։ Ճիշտ է։ Դրա համար ես ոչ լավ կոմենտներ, ոչ վատ կոմենտ։ Ես ոչ մի կոմենտներին դա անգամ չեմ պատասխանում։ Կոմենտներին։ Ասենք կարող են սրտիկը դնեմ, պրոստը սենց այնքան, բայց կոմենտ չեմ պատասխանում ես։ Որտեվ ես իմ համար, բայց էլի, որտեվ ես չեմ ուզում կորցնես մոտիվացիան։ Այն որ մի հատ ուրիշ բան էլ կա, մեջբերում անում։ Չարլի Չապլինը իր աղջկան ասում է, երբ որ մարդիկ ես կծափարեն, ասում է այդ ծափարությունները կբարձրացնի քեզ պատալոգին, ասում է մի մոռացի վերևից, որ ներքևի ծափարողները քո նման մարդիկ են։ Այսինքն բան է էլի, ոնց որ մի ու կորցակ ես վերևում։ Հա, դա հաջողության մեջ էլ էլի, ոնց որ հասկանաս որ Համոջան, իսկ Հայաստանում աշխատել ես, նույն կերպ դպրոց ունեցել ես, աշխատել ես երեխաների հետ ու եթե Հայաստանում նույնպես ունեցել եմ ոնց որ այս մասշտաբի չէ, այնտեղ ավելի շատ զբաղվում էի գործունեություն էսելի երիտասարդների պատանիների հետ շատ եմ աշխատել, շատ քեմպեր եմ կազմակերպել իրանց համար, շատ երկար տարիներ քեմպեր եմ կազմակերպել ու իրանց հետ աշխատանքներ եմ տարել, սպորտային քեմպեր եմ արել նույնպես, բայց բոքսը ոնց որ այդքան ավելի շատ ես սիրում եի ես ինքս զբաղվեի, քանց թե պարապեի, պարապասնեի։
բայց հետո երբ որ սկսեցի պարապացնել, որովհետև սաղ ծնողները իմ ընկերները բան, ծնողները իմ շրջապատի ասում են, «Համո պարապացրու երեխեքը սաղ քո հետ ու սաղ սիրում են քեզ, միշտ, որովհետև մենք որ եթե մենք ընկերների տուն, ասենք իրանք ընկերներով կարող են նստեն իրանք ուտուշ խմուշ անեն, ես իրանք երեխեքի հետ սենյակում ասենք չգիտեմ, բարբա են կպնում, խաղում են, ինչ-որ sense բաներ են անում, էլի։ Ես ինձ շատ եմ լավ զգում երեխեքի հետ, ոնց որ բան։ Հարմար է աշխատել է։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Այսօր հենց նոր ուշացա մի քիչ այդտեղ, որովհետև հայկինգ էի տարել մոտավորապես մի 150 երեխա 3-4 տարեկան, 7 տարեկան, 10 տարեկան։ Բայց ես ասենք երկու երեխա են լինում 4 տարեկան տունը, արդեն մաման ասում է, «Համո ջան, չեմ կարող դիմանանք ձեռը», բան։ Այսինքն այդքան երեխա ես տանում եմ սար ու բերում եմ։ Ու ապահով, ու մենակ։ Ու ապահով, ու թիմ ունեմ, որը որ իմ օգնականներն են, բայց ծնող չի գալիս։ Չէ, ծնողներին չեմ թողում որ գան։ Սենց շատ անգամ սենց մի կերպ գալիս են հերվից մնալով բան, բայց չեմ թողում գան, որովհետև հատուկ ուզում եմ որ ծնողներից իրանք կտրվեն, որ իրանք ինքնուրույնություն սովորեն, որովհետև որ ծնողը գալիս է վազում է ջրի շիշն է տալի papayin, մամային, սենց, ասենք կամ ընկավ վազում է papayi մոտ։ Ես ուզում եմ որ ինքը ընկնի, ճղվեց ոտը, ինքը հելնի այդ ցավը, ինքը դիմանա, ինքը սովորի ոնց որ այդ situation-ը control անել, ոնց որ օգնում եմ ես իրան դրա մեջ, էլի։ Իսկ papan maman որ ունում են արդեն վազում են, փախնում են մոտները, ոնց որ դրա մեջ չեմ թողում ծնողները գան։ Ինչ եմ ուզում ասեմ, երեխեքի հետ իմ համար շատ հավես է, շատ սիրում եմ ու գիտեմ որ իրանց լիքը բան ունեմ տալու։ Դրա համար ես իմ համար աշխատանք չի։ Ես իմ համար ոնց որ ոչ հոբի է, ոչ աշխատանք է, իմ առօրյա կյանքն է։ Ասենք, որովհետև Էդի նաև ես գիտեմ որ պարգև է նաև Աստծուց, ես գիտեմ ոնց է կան մարդ օրինակ իմը լավ ձեն ունի, չէ, Աստված պարգևել է լավ ձեն, ասենք աշխարհարչակ երկչույի է, ասենք, չէ։ Իմ համար ես գիտեմ որ ես պարգև ունեմ, որ կարամ երեխեքի հետ ոնց որ ամենա կապրիզնի երեխուն, ամենա չլսող երեխուն կարան բերեն իմ մոտ, ու ասենք ինքը պրոստը մի 10 րոպե հետո այդ երեխեն ասենք ես իր հետ խոսում եմ, ասենք իր ծնողը արդեն всё, ոնց որ ուրիշ մարդը դառնում է երեխան։ Համո ջան, իսկ Հայաստանում ուստեղ տղա երեխաների մեջ տարբերություն կա, թե ուղղակի դարն է փոխվել։ Լուսին ջան, ես հիմա հաճախ եմ գնում Հայաստանում այնպես, որովհետև շուտով պլանավորում ենք բացենք մեր սպորտային դաստիարակչական կենտրոնը Հայաստանում, հա, որովհետև ընդդից շատ, ուղղակի մոտավորապես կարամ առանց չափազանցնելու ասեմ, ամեն օր մոտավորապես մի 20 հոգի մարդ, ամեն օր գրում են։ Ինձ գրում են ու զանգում են Հայաստանից, որտեղ իմ հեռախոսի համարը կա Instagram էջում, ընդդից զանգում են Հայաստանից, որ մի հատ երեխուս հետ խոսացեք, խնդրում ես պրոբլեմ ունի, չի լսում, խուլիգանություն անում, էսա անում, այնա անում, սենց, ու զանգում են, որ ես ստեյից խոսում եմ իրենց երեխեքի հետ։ Ու երբ որ ես միջոցառում եմ կազմակերպել նոյեմբեր ամսին, այստեղ այս անցած նոյեմբեր ամսին ընդեղ է կազմակերպել միջոցառում, որը որ այդ իմ ծրագիրն է դաստիարակչական երեկոն, կոչվում է Speech Night։ Okay։ Որտեղ ես խոսում եմ բարոյահոգեբանական թեմաների մասին, ընտանիքի արժեքի մասին, քրիստոնեական արժեքների մասին ու ով է իսկական տղամարդը։ Այդ ոնց որ ցենն է, այդ արժեքն է, էլի իրաց բանում։ Ու Հայաստանում է արել նոյեմբերին մենք կենտրոնում մեծ դահլիճ ենք վարձել կազմակերպելու, դա անվճար է արել այնտեղ բոլորի համար, մեր հայ երեխեքի համար։ Անկեղծ ասեմ, շրջաններից ավտոբուսներով եկել էին ու դահլիճը տեղ չկար։ Լեփլեց ուներ դահլիճը ու ես Instagram-ով դրել եմ որ գալիս եմ Հայաստանում Speech Night անելու։ Սաղ եկել էին ու ինչն էր հետաքրքիր որ ես հասկացա որ այնտեղ այդ խնդիրը էլի շատ մեծ է։ Շատ մեծ է, այն ինչ որ ստեղ է։ Պրոստը տարբերությունը ինչն է, այնտեղ քանի որ շփումը հայացքների դեռ կա, էլի երեխեք իջնում են փողոց, մի քիչ ուրիշ բանը շփումներ կան այնտեղ, չէ՞, ասենք, օրինակ համար այնտեղ ավելի շատ են երեխեքը իրենց papaների, ընկերների հետ շփվում, նույնպես, իրենց papayin տենում են ընկերների շրջապատում ոնց է իրան պահում։ Իրանք սկսում են սովորել, նույն ձևի սկսում են իրանք ընկերություն անել իրենց papaների, ընկերների, տղաների հետ, ասենք։ Ստեղ այդ օրինակը շատ քիչ է։ Papan սաղ օրը զբաղված է գործի, ինքը երեխեն մամայի հետ է։ Ու մամայից չի կարա սովորի այդ տղամարդկային նավիկները, skills-ները, իր մոտ չի զարգանում դա։ Ու դրա համար շատերը արդեն ոնց որ գալիս են երեխեքը, իրանք ոնց որ բնավորություն, խարակտեր, այդ չկա մեջները, չկա։ Հա, երեխա կա ստեղ իրան վիրավորում են, ինքը չի հասկանում իրան վիրավորեցին։
Դա է տխուր է մանավանդ մեր հայազգի համար, երբ որ մեր մոտ տղա երեխա Իսկ ընդ ոնց որ մի քիչ էդիկ է, բայց չնայած ընդեղի մարտահրավերներն էլ ուրիշ է, էլի ասենք ընդեղ ուրիշ խնդիրներ կա բան, ընդեղ էլ գիտես ոնց է, այստեղ երկու ծայրահեղություն կա։ Ընդեղի երեխեքը ավելի շատ հակում ունեն հանցագործ աշխարհի, ստեղի երեխեքը ավելի շատ ոնց որ լրիվ sense ինտրովերտ մենախոլիայի մեջ են։ Այ հանցավոր աշխարհ խուլիգանություն խոսեցինք։ Այստեղ վերջերս ես ինքս նկատել եմ, որ մեր այդ high school-ի ասված երեխաները 16, 17, մինչև 18 տարեկան, թե բնականաբար ես հուսամ չհասկանալով կամ ինչ-որ մի հատ հասիբին գնելով կատարում են գողություններ, խուլիգանություն, ազդում է արդյոք քո աշխատանքները իրանց հետ, որ իրանք կատեգորիկ փոխվեն կամ թեկուզ բարելավեն իրանց վարքագիծը։ Ասեմ, որ շատ դեպքեր կան, որ ես ինքս օրինակ իմ ծնողները իրանք գիտեն, երբ որ նրանք գալիս են ընդունվելու, ծնողը գալիս է ընդունելու իր տղային, մեր մոտ sense է, ես իրանց ասում եմ, որ իմ հեռախոսի համարը դու գիտեք, ոնց որ բոլորը գիտեն, էջում կա, ու 24 ժամ ես իմ հեռախոսը չեմ անջատում ձայնը։ Ինչի համար, որ երբ որ ինձ զանգեն, ես հասանելի լինեմ։ Ու նոմա որ գիշերվա 12-ին ու շատ դեպքեր կարան պատմեմ, եղել է գիշերվա 12-ին զանգել են, ասել են որ քոչամո հասի, սաղ տունը ջարդել է։ Ասենք ինչ է կատարվում, ասենք ինքը օրինակ համար կոմպյուտերային ուժեղ կախվածություն ունի, 16 տարեկան, սենյակից դուրս չի գալիս, կոմպյուտերն էլ մի հատ կոմպյուտեր չի, ասենք sense սարքած է մի քանի էկրաններով sense սարքած է իր սենյակը, նաուշնիկները դրած, ու տեղից դուրս չի գալիս իր այդ վիրտուալ աշխարհից, ու ոնց որ որոշել են ծնողները անջատեն սաղետի բան, հելելա սաղ տունը ջարդու փշուր արել, վիսկի շիշը վեկալել էր, տվել էր, ջարդել էր պատերի վրա, ապակիները ջարդել էր տան, հարձակվել էր մոր վրա, ասած ագրեսիվություններ։ Ու եղել է զանգել են ու գնացել եմ հենց այդտեղ, ու ինքը այդ ամեն ինչ անելուց ասում է մի բան էր ասում, հանգարց քոչամոին չզանգեք։ Ու ես գնացել եմ ու տեսավ ինքը ոնց որ փախավ բրբանկում փողոցներ գիշերվա 12-ից էր վազում էի հետևից փախավ պատերի վրով ես թրա հետևից ոչ եմ գնացի բռնեցի իրան բռնեցի տարամցրեցի իրանց տուն ու ոնց որ բանը ու սկսեցի խոսալ հետը մի խոսքով սենց սկզբից ասենք շատ ագրեսիվ էր բայց ինձ որ հետո որ ինձ արդեն սկսեցի խոսալ ինձ ասացի ոնց որ դու որոշի ես գնում եմ ստեից բայց եթե ես գնացի քո առանց որոշման որ դու ոնց որ սրանից հետո ճիշտ պետք է ապրես ասի ել կյանքում մենք իրար չենք տենալու ինքն ինձ շատ սիրում էր գիտեմ էլի ոնց որ ասես գնա մեր տնից գնա քոչամո մեր տնից ասի օքեյ սենց դուրը փագեցի որ գնամ մեկ էլ հետևից սենց արեց ասում չեմ մնա հələ սենց մնացի մեկ էլ սենց անում ասում բա ոնց փոխվեմ չեմ կարում ասում ես ուզում եմ բայց չեմ կարող ինձ ոնց որ մի հատ բան կապած լինի սա արդեն կախվածությունը հա ու ես սկսեցի ոնց որ այդ խոսալ բանել ու աշխատանք տանել հիմա մեր շատ լավ թիմերի անդամներից այլ ու սենց լրիվ փոխված բարելավում կա հա նույնիսկ դեպքի վրա հա կներես այսի ասեմ ես կարևոր մասը էսի ասացի դու առավոտը վաղը սաղ ինչքան կոմպյուտերներ ունես այս սաղ սենյակը եթե էսի իրականակո որոշումը դու վաղը բերում ես սաղ հանձնում ես ինձ օքսիջեն ու ասեցի այդտեղ կերևա որ մեր հարաբերությունը շարունակվում է թե ստոպ ենք տալի ոնց որ վերջ ու դուրս եկա ու հաջորդ օրը առավոտը ժամը 11-ի կողմերն էր մեկ էլ զանգ արեց ինքը ես ջիմից դուրս եկել այդ բան մեկ էլ զանգեց հենց արեց քոչամո ստեղ եմ ասի օքեյ կամերաներով միացրեցի նայեցի մեկ էլ տենամ մամայի հետ կանգնած է ասում բերել եմ սաղ ավտոյի մեջ է ասի օքեյ սպասի գալիս եմ գնացի սաղ իր կոմպյուտերների մեծ TV-ներով սաղ հավաքեցի դրեցի իմ օֆիսի մեջ ասի օքեյ նոր կյանք ենք սկսում ոնց որ բանը ու տենց էլի ու սկսեց լիքը sense ինքը փոխվել ու բան անել գիտես ինչ ժամանակ գալուց իջան որ դու պետքա իրանց դառնաս ընկերը ուզում եմ ասել ժամանակ եւ որ ժամանակից այդ ծնողների մայրևի դիտում են իրենք հարց են տալի բնականաբար որ ժամանակից պետքա թե տարիք կարբերից տարիքա ինչ որ sense չկա նայ քեզ sense ասում գիտես ինչն է հենց այդ եմ ասում երբ որ մենք բաց ենք թողում այդ ժամանակը ամենավտանգավոր ժամանակը երեխու 10-ից 12 տարեկանն է հիմա 10-ից 12 տարեկանները ինչ դու հասցրեցիր իրան 10 ես խոսում եմ այս դրսի դաստիարակություն մյուս բաները բայց միջև այդ երեխուն դու սովորացնում ես կյանքի էթիկա կուլտուրա նստեցիր վեցին կացա բայց կյանքի գիտես սենց ասեմ շուստրություններ կա շուստրի այդ մտածելակերպ հա ոնց անգլերեն չգիտեմ ոնց ասում այսինքն ոնց որ ուղիղ աշխատում է ճարպիկ է բայց ոչ թե աֆերիստ դրանք տարբեր բաներ են
այլ որ իր ուղեղը ճարպիկ է աշխատում։ Էդի արդեն դու պետքա սովորացնես երեխուն այդ 9, 10, 11, 12 տարեկանում արդեն այդ նավիկները իր մեջ զարգացնես, որ ինքը, որտեղ ես ծնողներին բոլորին ասում եմ, դուք մի մտածեք երեխուն ոնց անես, որ ես շատերը ասենք private են պահում երեխուն, տան մեջ դպրոց, չէ՞, ասում no problem, okay, իրանց որոշումն է, չեմ դա դատապարտում, բայց գիտես ինչ, երբ որ դու երեխուն առանձնացնում ես ամեն ինչից, այդ երեխան ինքը մենակ է մեծանում, ու մի քանի իր, չգիտեմ, ծանոթների հետ, բայց ինքը սխալների մեջ չի մեծանում, ու մենք վախում ենք, որ ինքը սխալների մեջ մեծանա, որ սխալ չանի, բայց մեկը միևնույնն է այս կյանքում մի հատ մի օր գալու է։ Այո, մենք ուրիշ բան պետք է անենք, մենք պետք է սովորացնենք երեխեքին սխալների մեջ լինելով ընտրեն ճիշտը։ Ոչ թե սխալից պահենք, որ ինքը սխալ չանի։ Թող գողություն անողի հետ շփվի, բայց ինքը սարքի գողություն անողին էլ գողություն չանող։ Խի ինքը դառնա գողություն անող։ Ոնց որ լավ ընտրի, հասկանաս։ Այսինքն կարա ինքը լինի, մենք պետք է սովորացնենք երեխեքին լինեն գլուխ, ոչ թե պոչ։ Շունը որ շան վրա բերեմ օրինակ կամ չգիտեմ առյուծի վրա բերենք, որ վիրավորական չլինի, հա, կենթանիների մեջ։ Ասենք որտեղ գլուխը գնում է առյուծի, պոչը հետևից գնում է, չէ՞։ Այո։ Всё, հիմա ինքը պետք է լինի իր կյանքի լիդերը։ Ես ունեմ շատ տարբեր շրջապատ։ Հազարավոր տարբեր մարդկանց հետ եմ շփվում։ Չգիտեմ, հարբեցող, դրագանող, հանցագործ, լավ մարդ, բժիշկ, չգիտեմ, ասենք այնտեղ պրոֆեսոր, դոկտոր, բիզնեսմեն։ Ես աղիդ շփվում եմ, բայց ես գիտեմ ումից վերցնեմ ու ում տամ։ Եթե ես գիտեմ, որ ես մարդու հետ եմ շփվում, որ ինքը դրագանող է, ես իր հետ շփվելու եմ, բայց ինչի համար, որ ես իր վրա ազդեմ։ Այսինքն, բայց IT մենք պետք է սովորացնենք երեխեքին, ոչ թե ոնց որ չէ այնտեղ վատն են, այս աշխարհը սաղ վատն է լիքը արդեն։ Ու գնալով Որտե՞ց պահես։ Սենյակում փագես, հացը տաս, ասես ապրի, всё։ Չտես չի լինի։ Նույնը վիրուսներ կան, չէ՞ աշխարհում։ Մենք սրսկում, օրինակ, ինչ որ մեկը վակցինա է անում, սրսկում է կամ մենք ունենք իմունիտետ մեր ներսը։ Ինչի համար, որ այդ վիրուսներին դիմակա չեն կա պահկում, ասում ենք, վայ, գրիպ կա աշխարհում, արի պահկենք, չէ՞, գրիպ ամեն օր էլ կա։ Okay, բայց մեր ներսի իմունիտետ, այդ իմունիտետը երեխեքի մեջ չեն կարում։ Պետք է սովորացնենք, որ զարգանացնենք։ Մենք իմանա, okay, ընդ այնի ծխող է, օրինակ եմ, ես չեմ ասում ամեն օր այդ գնա շփվի, բայց պետք է չի մենք փախնենք ծխող, այնտեղ խմող, այնտեղ դա լինելու է։ Այնտեղ մարդասպան կարա լինի։ Ես օրինակ ես շփվել եմ մարդու հետ, որ ասենք ինքը եղել է շատ մեծ կրիմինալի մեջ ոնց որ ջարդված կյանքով sense հիմա մարդիկային խաչ ենք հաշիվ ասում են ոչ մեկի հետ вообще պետք չի շփվել ասենք հիմա այդ մարդը հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում ասենք ի որովհետև ոնց որ sense իր այդ ես ասեցի ես մարդու հետ ուզում եմ ընկերություն անեմ ու իրան այնքան եմ ես իրան օգնել այդ հարցերի լիքը բաների մեջ ու ինքը հույս չուներ вообще իր կյանքից սա կյանքը բանտերում նստած ոնց որ sense այսօր խոսքի ընտանիք ունի ամեն ինչ պատկերացնես ուսես նայում եմ ասում եմ հենց այդ է էլի ու էսի կարանք մենք սովորացնենք երեխեքին որ դու կարաս շփվես մարդու հետ հենց դու նկատում ես որ դու արդեն պոչ ես փախի հարց չկա բայց հենց դու նկատում ես որ դու ազդում ես մարդու վրա դու պետք է շարունակես։ Ես իմ կյանքում ունես չի որ եղել եմ բան, ես խելոք մանկություն եմ ունեցել, ասենք իմ ընկերների ծնողները չէին թողում որ իմ հետ շփվեին։ Ասենք այնքան, ասենք ամեն ինչ sense լիքը վատ բաներ, միշտ վնաս տայի, միշտ sense իմ հետ ոնց որ խնդրեմ էր, իմ հետ տեղ է թալը, միշտ պետք է կռիվ անեի, միշտ ռազմորկա կռիվ, ջարդ ու փշուր, ամեն տեղ sense բան էի։ Բայց Ինչն է հետաքրքիր, այսօր նույն ծնողները շատերը մեծ են արդեն, բան ասում են, համ ջան ասում եմ մի քիչ խոսա թող հետը խելք հավաքել, ասենք չգիտեմ, գնացել Անգելա դրագին մեջ կամ ես բանում եմ։ Ուզում ասեմ, չես կարա sense անգիր ասենք, էսի վատնա, էսի լավնա, էսի sense, всё։ Ընդհակառակը մենք պետք է իրանց տանք այդ հասկացողությունը։ Սովորեք հասկանալ որն է լավը, որն է վատը։ Նույնը, սովորի քեզ պաշտպանել։ Մամա ու պապա քեզ չեն գալիս աղոր կողքդ կանեն, ասեն, խես իմ տղերքուն եղած է։ Maman էլ էր, ասես մեկ դրսպուն են սաղին, այդում են ասենց իմ տղուն դա զանգում է քո տղեն իմ տղեն, դեսի։ Կարաս սովորացնես քո երեխուն, դա ամոթ է արդեն։ Ուրիշ բան, եթե երեխան 4-3, 4-5 տարեկան է, ասենք դու պաշտպանում ես, դու ցույց ես տալի որ քո կողքն է, երեխու կողքն է։ Բայց երեխան արդեն 10-11 տարեկան է, եթե դու այսօր ինքը իրան չի կարում պաշտպանի։ Մաման է խառնվում որ իրան պաշտպանի, ասենք 25 տարեկանում էլ է խառնվելու մաման, որ գործի տեղը տնօրենը նեղացնի օրինակ։
Հա, շատ դաժան աշխարհ է, բայց Համո ջան, ինչի հիմնականում տղաներ են քո դպրոցի սաները, աղջիկները այդ խնդիրը չունեն, աղջիկների հետ դժվար է աշխատելը, թե ծնողները գերադասում են ավելի դե տղամարդկային հատկություններով գոնե Ինձ մեծանա, աղջիկները դե ամեն օր ոչինչ։ լիքը մամաներ գրում ու զանգում են ծնողներ, որ մեր աղջիկան, աղջիկ ունեք, աղջիկախմբեր ունեք, աղջիկներ, Որտեվ հա աղջիկներ, աղջիկներ։ աղջիկներն էլ ունեն ամեն դեպքում Ես խնդիր։ ինչ արեցի, քանի որ մենք շատ ջիմը ուղակի տեղ ու դադար չկա մեր, շատ է, էլի ժամերը դրած ասենց լիքը ու սաղ ժամերը ոնց որ full է։ Ասենք ես ժամ չունեմ ազատ, որ տամ աղջիկ երեխեքի գրուպա, որտեվ տղերքն էլ այնքան շատ են, չեմ կարող մտցնեմ իրանց հետ, որտեվ Չէ, արդեն դե շատ են։ հետո տղա Հա, աղջիկ մի քիչ տարբեր է ինձ թվում ան։ ինչ եմ դրա համար դաստիարակչական։ արել։ Հիմա շաբաթ օրերը հայկինգներ ունենք, Ահա։ միշտ ունենք, այսինքն հիմա մենք շաբաթ օրվա հայկինգներին թողում եմ աղջիկներին է բերեն։ Ովքեր որ ասենք օրինակ համար աղբերն է, քուրն է գալիս ակամ չի, ասենք իրար որ աղջիկները կարողանան գան ու գայս են արդեն սարեր։ Մյուս բանը հիմա սկսել եմ նոր ծրագիր եմ ստեղծել, իմ ստեղծած ծրագիրն է, կոչվում է Confidence School։ Ու այդ ինքնավստահության դպրոցն եմ դրել ու ես ինքս եմ դասավանդում իրանց երեխեքին, որտեղ էլի թողում սաղ աղջիկները գալիս են երեխեքը։ Ու իրանց սովորացնում եմ էթիկայի կանոններ, նույնպես իրանց սովորացնում եմ ոնց որ ինչպես իրանք պետքա բուլինգների դեմ կանգնեն, ոնց պետքա իրանց պաշտպանեն, թե աղջիկը թե տղեն, ու ոնց պետքա ինքնավստահեն ու սովորացնում եմ իրանց body language ասածը, ոնց որ իրանց որ ժեստերը, իրանց խոսակցականը, eye contact, այդ ամեն ինչը։ Ու իրանք պրակտիկա են անում դա։ Իրանք practice են անում, ոչ թե ասենք ես պրոստը խոսում եմ, այլ ես խոսում եմ, իրանց կանչում եմ ու հերթով գալիս են, իրանք պետք է ես իրանց թեման տալիս եմ, իրանք պետք է խոսան։ Ու ես իրանց սկսում եմ կարեկտիրովկա անել այդ խոսալու ժամանակ, ոնց պետք է ինքն անի, ոնց պետք է խոսա, որ ինքնավստահությունը իր երևա, ոչ թե վախերի ու բաների մեջ, էլի։ Արի մի քիչ դպրոցից պատմի, կոնկրետ հայրեն են դասերը, որտեղ է դպրոցը գտնվում, աշխատանքային ժամերը։ Հիմա մեր դպրոցը գտնվում է Glendale-ում, Kenneth Village-ից ներքև Glenwood Grandview, այդ 1325 Grandview է կոչվում։ Այդտեղ մեր դասերը 4 տարեկանից սկսած ենք վերցնում, անգամ 3.5 էլ ունենք, վերցնում ենք այդ տարիքից ու ըստ սաղ ժամերը իրանք տարիքային գրուպաներ են 4-ից 6 տարեկան, 7-ից 9, տենց տարիք է սաղ էլի տարիքային է խմբերը։ Ու ունենք բոքսից բացի ես ստեղծել եմ մեթոդիկա, քանի որ ես ինքս ավարտել եմ ֆիզկուլտ ինստիտուտը Հայաստանում, ոչ միայն ուղղակի բոքս եմ կպել, այլ նաև ավարտել եմ մարզիչ մանկավարժ որպես։ Ես ստեղծել եմ իմ մեթոդիկան, որը կոչվում է Athletic Center։ Ինչ ատեղ ընդհանուր ֆիզիկական դաստիարակություն ենք տալի երեխեքին։ Այսինքն զարգացնում ենք իրենց կոորդինացիա, բալանս, ֆոկուս, մարմինի սաղ մկանները, բայց առանց հարվածային։ Բոքս չկա այդտեղ։ Ընդհանուր ինքը որ ատլետիկ մարմին ունեն այդ երեխեն։ Ու շատ որովհետև շատ ծնողներ վախենում են նաև ոնց որ բոքսի անուն լսում են մամաները, վայ բոքս քիթը չջարդեն, ականջը բան, չգիտեմ, աշկսեն։ Ու երեխեքն էլ են այտենց։ Շատերը վախում են բոքսի, մի անգամից էս վախեցած մտածում են, հեսա գալու են տան իրանց քիթը ջարդեն, բանս է։ Դրա համար այդ ատլետիկ կենտրոնում իրանց ավելի ֆունդամենտ ենք տալիս, ընդհանուր ֆիզիկականը պնդաստում ուժեղացնում ենք երեխեքի, հետո դրա վրա արդեն կառուցում ենք յուրաքանչյուր բոքս կնի ուրիշ սպորտ, ասենք օգնում ենք կառուցել։ Ինչպես ես կարծում, այն երեխաները, որ եկել են այդ կրիզիսային տարիքում 10-ից 12 տարեկան, արդյոք հեշտ են ադապտացվում եւ արդյոք իրանք էլ ավելի կարիքը չունեն միանգամից այցելելու դպրոց, որովհետեւ նույն բուլինգը, լեզվի չիմացությունը, այնտեղից իրան շրջապատից կտրվելու տղաներին դե բնականաբար ավելի դժվար է, որովհետեւ տղաները ունեն ընկերներ ու այդ ընկերական շրջապատից կտրվում գալիս են ԱՄՆ, այս միգուցե հենց այդ է բերում նրան, որ ընկնում են դրագերի մեջ, գողության մեջ եւ այլն։ Ավելի ոնց ես կարծում այդ կրիզիսային փուլերի ժամանակ ճիշտ չէ գալ, թե ավելի թողել ինքնահունով ադապտացվեն եւ երկրորդ հարցը, որը ինքս որպես ծնող ինձ հուզում է, արդյոք ճիշտ է որ բերում են հայրը եւ երեխաներին տանում են հայկական դպրոց, թե տանեն ընդհանուր այդ public school ասվածը, որ մտնեն այդ դաժան իրականության մեջ, ինչի դաժան, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանում մենակ հայերն են սովորում, չեն կարող ասենք լավ, շատ մի երկու ռուս։ ԱՄՆ-ում ամբողջ ազգերը մենք գիտենք, որ public school-ում կան թե չինացիներ, սևեր, մեքսիկներ, լատինոներ, մի խոսքով, որն է ըստ քեզ ճիշտ բանաձևը։ Դե երբ որ օրինակ իմոց շատ ունեմ, լուսի ջան, որ եկել են ծնողները, իմիգրանտներ են նորից, էլի եկել են, ասենք շատերը ոնց որ նոր եկել են, որ կայանան այս երկրում, իրանց խնդիրը նայեք ինչն է։ Ավելի շատ ոնց որ հա, այդ լեզվի խնդիրը կա, մյուսը կա, նոր տեղ, նոր միջավայր բան, բայց ավելի շատ իրանց բանը, խնդրեմը երեխեքի
որ դժվար են ադապտացվում, դա Հայաստանի իրանց experience-ն է, որ իրանք Հայաստանում ասում սա սենց էր, Հայաստանում էսի սենց էր, Հայաստանում ինձ էր ու համեմատում են իրանք ու հասկանում են դա չկա այստեղ։ Ու դա դառնում է իրանց համար խնդրեմ, ոնց որ գիտես ոնց է, դե օրինակի համար գնաս մի հատ անապատ, այնտեղ ծախում են մենակ hot dog, ուրիշ բան չկա։ Դու խորովածի ես ասում եմ, բայց Beverly Hills-ում ես այնպես steak-ներ էի ուտում, ոնց ուզում եմ ուտեմ այս hot dog-ը, բայց դու տեղես ու դե պետք է ապրես ու այդ hot dog-ն են տալի, всё։ Դու պետք է փոխես ինչ որ բան քո մտածելակերպի մեջ։ Դրա համար մենք պետք է ոչ թե ոնց որ իմ խորհուրդն էլ էլի ծնողներ, ոչ թե կերակրենք այդ իրանց կարոտը հետ գնալու, ոնց որ այսքան ընդեղ experience-ը, հայաթը sense, դա հա ճիշտ է բան, այլ ոնց որ պետք է օգնենք, որ իրանց միտքը նորոգվի շատ հարցերով, որ իրանք արդեն հասկանան, որ մենք ուրիշ տեղ ենք, ուրիշ կյանքի իրավիճակ է, ու սրան պետք է ադապտացվենք, անգամ եթե դժվար է։ Ու երեխեքին չտան մեծ խոստումներ, որ ամեն բան շատ լավ անում, կարող է լավ չլինի։ Որովհետև American Dream Ամերիկա, բոլորը մտածում են, որ այստեղ այդ եկել ենք ամեն ինչ լավ է լինելու, միգուցե այդ հենց չարթարացված իրանց սպասումներն է, որ եկել ենք ու արագի մեջ այդ չի ստացվել, մենք ինչ որ այդ dream ապրենք։ Միշտ մարդիկ հիասթափություն են վերապրում, այդ նույն ոնց որ էմիգրանտներ կան, որ եկել ասում են Ամերիկա, ոնց որ ու չկա այդ իրականությունը իրանց համար, որը մտածում են, հեսա փողերը sense թափում է, բան դոլարները չգիտեմ բան, բայց իրականությունը ինչն է, որ անգամ այս երկրի մեջ հարցից չշեղվեմ լավ պատասխանեմ նոր ու այդ ժամանակ ոնց որ պետք է օգնենք որ ադապտացվեն իրանք մտքի նորոգություն է պետք իրանց երբ որ միտքը մարդու չնորոգվի ինքը չի կարող ադապտացվի որն է մտքի նորոգությունը որ ինքը հասկանում է հները անցան ամեն բան նոր է всё པարզ ճշմարտություն հները անցան ամեն բան նոր է Դա հետո հնով չես կարող երկար ապրես անգամ հին հաջողությունով դու չես կարող երկար ապրել բայց դրա համար երեխեքը պետք է հասկանան որ մենք նոր կյանքի մեջ ենք մտնում նոր տեղ ենք մտնում դա ծնողները պետք է իրանց տան всё արդեն սենց է Հայաստանում ոնց է բանակ ապրում են միջև բանակ գնալը սենց թռի վռի չէ երիտասարդները գնում են բանակ գտնում են ուրիշ շորերը հակարդը всё ուրիշ ուտելիք է դեմը իրան առավոտ 6-ին զարթնացնում են ոնց որ իրան ասում են պետք է թրաշվես պետք է մազերը ցենց լինի բան ու ինքը ոչ մի բանի սովոր չի գտնում ես 2-3 ամիս հետո ուրիշ մարդ դարավ երբ որ ինքը հասկացավ որ ստեղ արդեն ուրիշ է ամեն ինչ օրենքները ուրիշ է կյանքը ուրիշ է всё ես պետք է այս արանով ապրեմ արդեն դրա համար ոնց որ պետքա ծնողները օգնեն երեխեքին որ ոնց որ ոչ թե կարոտը էմոցիոնալ կերակրեն իրանց հա բան չգիտեմ sense կամ լավ կլինի բան այլ չէ всё եկել ենք ստեղ Այսօր երեխա էր ընկել թևը ճղեց հայկինգում ասես լացում է փոքր 7 տարեկան եմ ասում Մայքո ասում լսի ասում հիմա արունը գնում է թևից մակրեցինք բան օգնեցինք ասում լսի ասում դու գիտես որ հələ պետք է շատ ընկնես ու էսի քիչ է ասում իմ համար որ դու ընկել ես մի հատ ես դու ընկել ասում հասկանում ես հələ պետք է ավելացնես այս քո ընկնելը հələ պետք է շատ վերքեր ավելացնես քո ոտերին ձեռներին ասում այդի կլինի որ դու նորմալ կյանքի մեջ ես Սենց բան ու սենց նայմա որտեվ իրեն ասում են որ ամեն ինչ զգուշ պետք է չէ սենց կյանքը այստեղ ամեն ինչ զգուշ է ոնց որ սա բանը confidence-ը երեխի մեջ կորացել է անգամ դրա պատճառով ու սենց նայում ասում եմ դեսի նորմալ է դու պետք է սրա մեջ լինես ինչի պետք է չընկնես ասում կարաս ինձ ասես դու պետք է ընկնես պետք է ճղվի դե որտեվ տանը ասում են զգուշեղի մի շարժվի մի դե հենց այնքան են ասում զգուշեղի որ մարդ անգամ մեծանում է ուզում է բիզնես անի մտածում է այնքան զգուշ լինի որ չանի ու չի անում այդ բիզնեսը որտեվ վախերի մեջ է ինքը որտեվ արդեն բնավորություն է ամեն ինչ զգուշ չանես, չվեկարես, չդնես։ Ու դրա համար էլ տենց արդեն անինքնավստահ են մեծանում։ Okay, թող անի, թող գնա մի հատ էլ ընկնի, թող մեծ ճղվի։ Ինչ խյանանք, թող ճղվի։ Այդ համբերությունը չկա։ Ես միշտ ասում եմ իմ հաղորդման նպատակներից մի մասն էլ, որ էկրանից են կողմ մարդիկ, որ տեսնում են այդ նույն American Dream-ով չապրեն արագ, շուտ եւ շատ, այլ գոնե համբերատար ու երկար, որովհետեւ այս երկրի միակ երևի ամենամեծ պլյուսը, որ ես ամենայն դեպս այս վերջի 10 տարիներում նկատում եմ, անկախ քո մասնագիտությունից, եթե համբերատար մի բան անես, ռիսկով գնաս առաջ, հաստատ միտեղ կհասնես, որի համբերությունը ես մեր երեխաներում չեմ նկատում ու ավելի նոր սերնդի մեջ այդ արավը չեմ նկատում։ Նկատում եմ, որ տենց կոմֆորտ նստեն, դե լավ, մաման, papan մի երկու բան ստեղծել են, կապրեմ էլի ստանդարտ այդ իմ աշխատավարձով։ Ես քեզ ասեմ մի հատ բան, Լուսի ջան, նայ, ես եկել եմ ու բոլոր իմ շրջապատը գիտի ես ոնց եմ սկսել։ Ես եկել եմ փողոցներում եմ պարապացրել, այգիներում, ես ջիմ չունեի,
Ոչ հնարավորություն է ինչ որտեղ վարձեի, որ ջիմ բան անեի։ Փողոցներում եմ պարապացրել, Ամերիկանայի մոտի պարկինգում, ինչքան պարկինգներ տենում էի, ասում էի, ինչ լավ է, ծածկաստ է, որ անձրև կա ստեղ։ Վեկանում էի private պարապմունքները դե անցկացնում, այգիներում, փողոցներում, ավտոյից մեջ punching bag-երը sense դրած, ման էի գալիս, որտեղ որ ասենք օրինակ եթե այդտեղ Sherman Oaks private պարապմունք ունեի, հետի մեջը քշում գալիս էի, տանում ծառից կախում էի միտեղ, այդ երեխուն ասում էի, արի, տանում էի, գնում էի շատ անգամ տնից էի վերցնում այդ երեխուն, որ ծնողը չբերեր, որ ժամանակ չծախսեր, ես ասում էի, ես կգամ քո երեխուն տնից կվերցնեմ, կտանեմ կպարապաստեմ, կբերեմ տուն։ Ու տանում էի պարապաստում էի տանձիկը այդ punching bag-ը հանում ծառից կախում էի, պարապաստում էի, հետո բերում էի տուն, punching bag-ը դնում էի ուսից, բերում էի տուն, կամ ալնում էի հանում էի սարի վրա միտեղ կախում էի, դա ծանր։ Ու ասենք իմ համար չկա այդ ոնց որ պատճառը, թե ես պետք է չանեմ։ Իմ համար sense կա, ոնց որ իմ մտածելակերպը sense է, ոնց որ ես ինձ պետք չի լապատկա, որ ես փորեմ։ Եթե ինձ պետք է որ ես փորեմ, ես ձեռներով եք փորեմ։ Կարևոր նպատակից հասնեմ։ Հա ինձ պետք չի։ Մարդկաս ինքը կարող ասի, թե գիտես ինչ, ես լեզու չգիտեմ անգլերեն, ես գնացել եմ անգլերեն խոսում, անգլերեն գիտի դրա համար ձենը տակտեղից է խոսում։ Մասնագիտություն ունի դրա համար, ասենք չգիտեմ, ծանոթ ունի կամ չէ, ես եկել եմ, ես դաժե չեմ ասում, ամաչում ասեմ, ես քնել եմ ավտոյից մեջ լիքը օրեր։ Ես պրոբլեմ չունեմ, ես հիմա կարամ քնեմ իմ ավտոյի մեջ։ Ես խնդիր չունեմ, ես այդպես մարդ չեմ, որ բան, վայ, sense ինչ որ ես կայացած եմ ու ինձ կարիք չկա, որ իմ բանը, ուրիշների կարծիքը, որ ես դրանամ ես լավն եմ, թե չէ։ Բնականաբար։ Նույնն էս երեխեքին եմ սովորացնում։ Ասում եմ, նայ, եթե դու սիր ունես, դու պետք է իմանաս, որ դու սիր ունես, երբ որ աղջիկ երեխեքին ես փիշնայթի ժամանակ սովորացնում եմ, ասում եմ, նայ, երբ որ ձեզի տղաները ասեն, որ դուք սիր ունեք, դուք դրանից չպետք է sense ձեզ կորցնեք։ Երբ որ ձեզ ասեն գեշեք, կներեք, դուք դրանից չպետք է տխրեք։ Որովհետև կարա պատկերացրու, ասում եմ, անցնում եմ մի հատ տղա, sense ասում եմ, «Էս ինչ սիրուն է քո t-shirt-ը, մայքդ, հա»։ Ու sense ասում ես, «Վաու, քեզ լավ ես զգում»։ Մեկ էլ ասում եմ մի հատ ուրիշ տղա, քեզ ասում ես, «Ինչ գեշ է»։ Մոսպես որտե պահեմ ես t-shirt-ս։ Այն ուսը էլի գալի անցնում ասում ես, «Ինչ լավն է t-shirt-ը», ուրախանում ես։ Այսինքն դու ներսդ չգիտես, դու ինչ ես ուզում, ով ես դու։ Դու պետք է աղջիկներին երեխեքին ես սովորացնում, ասում դուք պետք է իմանաք ով եք դուք, որ ձեզ ոչ մեկ չկարողանա ոչ ցածրացնի, ոչ բարձրացնի։ Դուք պետք է իմանաք, որ դուք կարևոր արժեք ունեք ու դուք բարձր եք, всё։ Դա իրանց կարծիքն է, դա փաստ չի։ Հա, միանշանակ եւ ամեն մարդ իր կարծիք ունի։ Դրա համար ոնց որ ինչ եմ ուզում ասեմ, երբ որ ես եկել եմ ու ոնց որ ես արել եմ փողոցներից այդ սաղ գիտեն այդ դրա մասին, էլի, որտեվ ինձ ճանաչում ինձ կատակով ընկերներս ասում են, քո արձանը պետք է բրենդ պարկում դնենք արդեն, որտեվ սաղ պարապմունքներս այգիներում անում է, այս ծերից այնցեր, առավոտվա ժամը 5:30-ից ելնում եմ մինչև գիշերվա ժամը 11-ը պարապմունքներ էի անում, non-stop համարյա։ Մի հատ լանչ անում ու всё։ Հետո եկան ընկերներ Հայաստանից։ Դե դենում են արդեն sense թիմս լծված է, այգիներում ենք էլ պարապում, բան դա ջիմ չունեմ բան։ Sense ասում են, «Ո՞ս ինչ լավ է»։ Դե գիտես ոնց են հիմա բանը անում, sense stop են տալի reels-երը, իմ sense հաշվում են, քանի գլուխ երեխա է, sense գլուխներով հաշվում են, հետո բազմապատկում են վարձը, հաշվում են, թե ես ինչքան փող եմ աշխատում։ Ու sense գալիս են ու sense այսքան sense բանը 2 տարվա մեջ, sense 3 տարվա մեջ բան։ Ասում եմ ու sense ասում եմ գնացեք դորդաշ քշեք կամ ինչ որ մի բան որը պետք է անեք, ասում եմ սկզբնի համար, ասում եմ չէ, դա դժվար է, դա հելնում ես 10 ժամ կամ այն, ասում եմ գնա այս բանը արա, չէ, դա sense նայ ես նայում, ասում եմ հետաքրքիր ասենք, ես եկա ոչ մի պատճառ չեմ նայել, ոչ ամոթ, ոչ ցուրտ, լույս չկար այդ այգում, գիտես ինչ արել, բատարեյներ էի sense օրդեր արել լիքը, մի 15-20-ը, ամեն օր բերում էի դնում էի զարյատկի, չարջի, սաղ ցերեկը, գիշերը որ 6-ից հետո մութը ընկնում էր, այդ այգին տանում էի հետ մեծ սետկաների վերևները, sense սաղ ծառերի վրա հելնելով, sense սաղ կապում էի էտե, այդ լույսերը, որ այդքան տեղը լույս ուներ, որ երեխեքը գային բարապեին լույսերն, հետո այդ սաղ հելնում հավաքում էի, տանում էի դնում էի, բայց ես էդի չեմ արել sense որ ես այնպես ոյ դոնես դժվար։ Ինչ է եղել։ Պատկերացնում ես մարդ ինվալիդ է, ոտեր չունի։ Երազեր ոտեր ունենար, այդ իմ անելիքը 10 անգամ աներ։ Այո, շատ շնորհակալ կլիներ։ Այստեղ շատ են բարթացնում ամեն ինչ, ես գալիս են, այդ եմ ասում, այս մեծ սպասումները մարդկանց հիասթափացնում է։ Այո։ Այսօր մեր դպրոցը շատ մեծ դպրոց է։ Ոնց որ անգամ թիվ չեմ ուզում ասեմ, բայց շատ մեծ է։ Չգիտեմ ասենք արդյոք կա տենց մեծ դպրոց թե չէ, որտեղ իրականում շատ մեծ է, բայց սենց նայում ասում եմ Էդի ծնվեց, գիտես որտեղ։ Այդ այգիներում, պարկինգներում։ Բնականաբար, որովհետև ոչ մի գովազդը ու ինձ երբեք չի հետաքրքրել, որ ես անում որ փող աշխատեմ։ Իրականում եմ ասում, ինձ իմացողները մտերիմ բոլորը գիտեն։
Ես միշտ ասում եմ սենց, այս սերունդին ու սովորացնում եմ իրենց մեր երեխեքին։ Ասում եմ դուք պետքա սենց չմտածեք երբեք, դա աղքատ մտածելակերպ է, երբ որ դու մտածում ես ոնց փող աշխատեմ։ Փող։ Դու պետքա սենց մտածես, ոնց գտնեմ իմ տաղանդը։ Ոնց գտնեմ իմ կարողությունը։ Ու երկրորդ քայլը, դու քո կարողությունն ու տաղանդը գտնելուց հետո պետք է մտածես, ոնց զարգացնեմ։ Զարգացնելուց հետո գալիս է երրորդը, քո զարգացած տաղանդը բերում է հնարավորություններ։ Հնարավորությունների հետևը միշտ կանգնած է փող։ Բնականաբար։ Բայց մենք միանգամից sense ուզում ենք այնի։ Դեռ սա ով գայս Ամերիկա sense immigration չէ, ուզում են այնի, այն առաջին, այն վերջինը, դառնա առաջին, բայց տես չի լինում։ Դու պետքա գտնես քո պոտենցիալը, ինչու՞ ես դու լավ։ Ու կամած առաջարկ։ Բայց մեր հայ ազգի մոտ դա շատ մենք ստեղծագործական մտածելակերպի խնդիր ունենք, լուրջ եմ ասում։ Հիմա նայեն սա պոդքասթ ես անում, լուսին պոդքասթ անում, յա ոնց այսքան փող աշխատես պոդքասթով, ինքը ոչ թատերական ինչ որ բաներ ունի, կրթություն ունի, օրինակ ոչ ինքը խարիզմա ունի, ոչ մի բան չունի, որ ինքը անի էսի, չէ՞։ Բայց ինչա մտածել, լսեց, որ դու փող ես աշխատում, օրինակ, գիտեմ էսի որ անվճար ես դու անում, օրինակ եմ ասում։ Օրինակ, բայց ինքը ինքն է գնալու պոդքասթ անի։ Բայց կարող է դու լավ վարսավիր ես։ Այո, կամ լավ խոհարար։ Զարգացում են ինչի մեջ որ դու կաս, ու դա քեզ կբերի հնարավորություններ։ Հնարավորության հետևը այնքան փող կգա։ Միանշանակ։ Համոջան, իմ ամենասիրելի հարցը, որ միշտ սպասում եմ տամ, երևի չգիտես, որ մեկ օրով լինես ԱՄՆ նախագահ, ինչ կանես, ինչ կփոխես։ Ինչ կփոխեմ։ Մեկ օրով։ Մի հատ օրենք կհանեմ, որ կկոչվի մի վաճառվի։ Ինչ է դա նշանակում։ Բանը, որ այս սերունդին, այս պատանի երիտասարդական սերունդին արժեքները, որը որ ոնց որ քրիստոնեական, բարոյական արժեքներ է, որը գայս Աստվածաշնչից, այդ արժեքները երբ կոչ կանեի, ոնց որ ոչ մի երեխա իր կյանքում, ոչ մի этаպում իր կյանքի այդ արժեքները չփոխի ուրիշ արժեքների հետ, չվաճառի։ Շատ լավ բան ասացիր։ Անչափ հաճել էր քո այդ զրույցը։ Համո բոքսինգ, նորից կթողեմ տվյալները անպայման ներքևում ով չի ճանաչում։ Ես ինքս խորհուրդ կտամ անպայման ձեր երեխաներին տանեիք, որովհետև շատ փոքր է, մեր ազգը շատ քիչ են քանակությամբ մնացել եւ պետք է մենք բոլորս ունենանք ճիշտ դաստիարակված երեխաներ եւ ապագա սերունդ։ Համաձայն եմ, մենք կբարձրացնենք այդ սերունդը ու բարձրացնում ենք ու լինելու են իրանք տղամարդ։ Ճիշտ տղամարդ։ Բայց տղա ծնվում են, բայց տղամարդ դառնում են։ Այո։ Պետք է տղամարդ լինեն իրանք ուժեղ, ընտանիք սիրող լինեն, ընտանիքում լավ հայրեր, լավ ամուսիններ ու լավ եղբայրներ լինեն, ու իրանք պետք է լինեն օգտակար իրանց միջավայրին ու պետք է օգնենք իրանց, իմ նպատակն եմ էլի ասում, պետք է օգնենք իրանց, որ իրանք գտնեն իրանց արժեքները, ներսի տաղանդները ու կայանան այս կյանքում։ Իրանք կայացած պետք է տղամարդիկ լինեն։ Եթե իրանք կայացած լինեն իրանց կյանքում, իրանք կյանքում չեն մտածելու դրագանը, որ ես ինձ լավ զգամ։ Ես չեմ խմում, ես օրինակ եմ ասում, հա, ես չեմ օգտագործում դրագներ, սաղից լավ կարամ հելեմ, քեֆանամ, ուրախանամ, ապարեմ։ Չէ, դրագի մեջ չի հաստատ ուրախությունը։ Բայց շատերը օգտագործում են, որ ինձ լավ զգան, ազատ զգան։ Խի որտեվ ներսը լիքը բարդույթներ ու կոմպլեքսներ ունեն, կայացած չեն։ Դրա համար մենք այսպես սերունդ պետք է բարձրացնենք, որ ինքը լինի ոնց որ այդպես տղամարդ օրինակելի մյուս սերունդի համար նույնպես։ Հաստատ։ Այդ ժամանակ աղջիկները իրենց շատ լավ կզգան։ Տղամարդու դերը չեն տանի։ Մերսի Համո ջան, որ եկար ինձ հյուր։ Շատ շնորհակալություն Լուսի ջան, նույնպես հրավերի համար։